Գլուխ 3. Հոգևորապես զգայուն։ Աստված ձեզ սուրբ անի բոլորովին, և ձեր ամբողջ հոգին և շունչը և մարմինը անարատ պահվեն։ Թեսաղոնիկեցիների առաջին թուղթ 5:23։ Այս սուրբ գրային հատվածում Պողոսն սկսում է մարդու ներսից, նրա էության կենտրոնից, որ նրա հոգին է, այնուհետև նշում դրսի մարդուն։ Սակայն շատերն այս խոսքը սխալ են մեջբերում, ասելով մարմին, շունչ և հոգի։ Ինչու են նրանք մարմինն առաջին տեղում դասում, որովհետև նրանք ավելի զգայուն են մարմնի, քան հոգու հանդեպ։ Նրանց համար բնական բաներն ավելի մեծ նշանակություն ունեն, քան հոգևոր բաները։ Երբեմն մենք ավելի զգայուն ենք մտքի հանդեպ, որովհետև ավելի շատ ապրում ենք մտավոր ոլորտում։ Սակայն մարդը հոգևոր էակ է։ Մենք պետք է հոգևորապես զգայուն լինենք։ Որքան հոգևորապես զգայուն դառնանք, այնքան հոգևոր իրողությունն ավելի իրական կդառնա մեզ համար։ Աստծո հոգով առաջնորդվելու համար պետք է ավելի զգայուն դառնանք մեր հոգու հանդեպ, այլապես չենք կարող հետևել նրան։ Աստծո հոգին մեզ առաջնորդում է մեր հոգու միջոցով։ Թող ձեր հոգին առաջին տեղում լինի, դարձեք ավելի զգայուն ձեր հոգու, ձեր ներսի մարդու հանդեպ։ Հասկացեք, որ դուք հոգևոր էակ եք։ Քրիստոս Հիսուսում դուք դարձել եք նոր արարած, վերստեղծված Աստծո կողմից։ Այս օրինակ մտածելակերպը ձեզ կօգնի հոգևորապես աճել։ Տարիներ առաջ սկսեցի այսպես մտածել։ Սկզբում բարձրաձայն ասում էի. ես հոգևոր էակ եմ, ունեմ շունչ, ապրում եմ մարմնի մեջ։ Կրկնելով այս խոսքերը ավելի զգայուն դարձա հոգուս հանդեպ։ Այս խոսքերն ավելացրին հավատքս, որովհետև հավատքը հոգուց է կամ սրտից։